Նոյեմբերի 20-ից 30-ը ջեռուցման կաթսաների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 129,000 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Այս օրերին միջազգային լրատվամիջոցների թոփ թեման շարունակում է մնալ Ուկրաինայի շուրջ զարգացող իրադարձությունները։ Հայտնի է դարձել, որ ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դիրկոլսը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, որտեղ հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ խաղաղության համաձայնագիրը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է CBS News-ը հղումանելով երկու ամերիկացի պաշտոնյաների եւ երկու դիվանագիտական աղբյուրների։ Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկի խոսքով Դրիսկոլը ռուսական պատվիրակության հետ հանդիպել է նոյեմբերի 24-ի երեկոյան բանակցությունների եւս մեկ փուլ նախատեսված է նոյեմբերի 25-ին։ Միևնույն ժամանակ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան հեռուստաընկերության տեղեկությունը, որի համաձայն Արաբական Միացյալ Էմիրություններում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված ուղիղ ռուս-ամերիկյան բանակցություններ են մեկնարկել։ Մենք այս թեմայով ասելիք չունենք, նշել է Պեսկովը։ Իսկ ահա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը ակնկալում է Միացյալ Նահանգներից ստանալ Ուկրաինայի վերաբերյալ պլանի միջանկյալ տարբերակը, որը համաձայնեցված է Եվրոպայի ու Կիևի հետ։ Մենք նրանցից ակնկալում ենք մի տարբերակ, որը նրանք համարում են միջանկյալ, այս տեքստը եվրոպացիների եւ ուկրաինացիների հետ համաձայնեցնելու փուլերն ավարտելու առումով, ասել է նա։ Ըստ նրա, Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնական պլանը չի տրամադրել ռուսական կողմին։ Փաստաթուղթը ստացվել է ոչ պաշտոնական ուղիներով։ Միևնույն ժամանակ Լավրովը ընդգծել է, որ Թրամփի պլանում պարունակվող մի քանի ձևակերպումներ պարզաբանում են պահանջում։ CBS-ի տեղեկատվությունը հաստատում է նաեւ Financial Times-ի աղբյուրը։ Տարբերականի տվյալներով Դրիսկոլը Աբու Դաբիում պետք է հանդիպի նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի հետ։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագիրը քայլ է ճիշտ ուղղությամբ դեպի խաղաղություն, այն արժանի է քննարկման, միևնույն ժամանակ պնդելով, որ ծրագիրը լուրջ բարելավման կարիք ունի։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ այնպիսի խաղաղություն, որը իրականում կապիտուլյացիա է, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնի խոսքով տարածքային զիջումների հարցում որոշումներ կարող են կայացնել բացառապես ուկրաինացիները, այն ինչ դրված է բանակցությունների սեղանին, պատկերացում է ստեղծում, թե ինչն է ընդունելի ռուսների համար։ Արդյոք դա նշանակում է, որ դա պետք է ընդունելի լինի նաև ուկրաինացիների եւ եվրոպացիների համար։ Պատասխանն է ոչ, ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեն Ումերովը հայտարարել է, որ Կիևը ակնկալում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը ԱՄՆ կկայանա առաջիկա օրերին խաղաղության պլանը քննարկելու համար։ Նա նշել է, որ Կիևի եւ Վաշինգտոնի պատվիրակությունները Ժնևում կայացած հանդիպումների ժամանակ համաձայնության են եկել համաձայնագրի հիմնական կետերի վերաբերյալ։ Համաշխարհային նորություններից անցում կատարենք մեր տարածաշրջան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացված G20-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես հայտնում են Թուրքիայի նախագահականից, օրակարգում են եղել երկու երկրների հարաբերությունները, նաև տարածաշրջանային ու համաշխարհային նշանակության հարցեր։ Էրդողանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղված փոխադարձ քայլերը, քննարկման թեմաների մեջ է եղել նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Թուրքիայի նախագահը պատերազմը արդար եւ կայուն խաղաղության հանգուցալուծելու համար անհրաժեշտ է համարել օգտվել դիվանագիտական բոլոր հնարավորություններից։ Բացի այդ, Էրդողանը հավելել է, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել հակամարտող կողմերին խաղաղակենտրոն բանակցությունների սեղանի շուրջ հավաքելու համար։ Միևնույն ժամանակ նախորդին տեղի է ունեցել նաև Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էրդողանի եւ Պուտինի հեռախոսազրույցը, ինչպես նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում, երկու երկրների ղեկավարների միջև կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի
իրավիճակի վերաբերյալ, այդ թվում խաղաղ կարգավորման ամերիկյան առաջարկների համատեքստում։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ առաջարկները ռուսական կողմից վերանայված տարբերակով համապատասխանում են Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովում տեղի ունեցած քննարկումներին եւ սկզբունքորեն կարող են հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար։ Վերահաստատվել է Ռուսաստանի շահագրգռվածությունն ուկրաինական ճգնաժամի քաղաքական ու դիվանագիտական կարգավորման հարցում։ Էրդողանը հայտնել է բանակցային գործընթացին ամեն հնարավոր օգնություն ցուցաբերելու իր մտադրությունը եւ պատրաստակամությունը շարունակել Ստամբուլը հասանելի դարձնել այդ նպատակների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում ակտիվացնել ռուս-թուրքական շփումները ուկրաինական հարցի շուրջ։ Եվս մեկ լուր Թուրքիայից, Թուրքիան առանց ահաբեկչության նախագծի շրջանակներում Թուրքիայի խորհրդանում ստեղծված համերաշխության, եղբայրության եւ ժողովրդավարության ազգային հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպել է Իմրալ կղզում ՑՄԱ բանտարկություն կրող Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ։ Թուրքիայի խորհրդանի կողմից հրապարակված գրավոր հայտարարության համաձայն այցին, որը տեղի ունեցել ազգային հետախուզական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում, մասնակցել են իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամ Հուսեյն Յամանը, դեմոկրատական կուսակցության անդամ Գյուլուստան Քոչիխթինը եւ ազգայնական շարժում կուսակցության անդամ Ֆեթի Յիլդզը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Օջալանին տարբեր հարցեր են տրվել փետրվարի 27-ին քրդական բանվորական կուսակցության զենքը վայր դնելու կոչի եւ մարտի 10-ի համաձայնագրի վերաբերյալ, որը նախատեսում է Սիրիայի դեմոկրատական ուժերի ինտեգրումը Սիրիայի կառավարությանը։ Հանդիպումը դրական արդյունքներ է տվել սոցիալական ինտեգրման, եղբայրության ամրապնդման եւ գործընթացը տարածաշրջանային հեռանկարի ուղղությամբ դրականորեն առաջ մղելու առումով, ասվում է Թուրքիայի խորհրդանի հայտարարությունում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է Իրանի արտգործնախարարի հաջորդ շաբաթ Ֆրանսիա կատարելի կայցի մասին։ Բաղային լրագրողներին հայտնել է, որ Աբբաս Արաղչին Նիդերլանդներում քիմիական զենքի արգելման կազմակերպության տարեկան համաժողովին մասնակցելուց հետո իր ֆրանսիացի գործընկերոջ հրավերով կայցելի Փարիզ։ Խոսնակը նշել է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարցեր, այդ թվում Իրանի քաղաքացի Մահդե Էսֆանդիարիի իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական զարգացումներ։ Եվս մեկ տեղեկություն Իրանի հետ կապված, միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը մտադիր է լիովին վերսկսել համագործակցությունը Իրանի հետ։ Այս մասին Reuters-ի հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսին։ Տեղեկատվության համաձայն գործակալությունը ի թիվս այլ բաների մտադիր է վերսկսել երկրում տեսչական գործունեությունը։ Հիշեցնեմ, նոյեմբերի 20-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Թեհրանին ընդլայնել համագործակցությունը գործակալության հետ եւ տեղեկատվություն տրամադրել հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ։ Բանաձևը հովանավորել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Միացյալ Նահանգները։ Նույն օրը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնապես դադարեցրել է սեպտեմբերին Կահիրեում ձեռք բերված համաձայնագիրը Իրանում ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական գործունեության վերսկսման պայմանների վերաբերյալ։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, մնացեք առաջինի հետ։